Չին շրջանում հանձնակարի միջադեպից հետո քրքրող թեման թերևս ձեր եւ Վարդան Ղուկասյանի հակամարտությունն էր, որը տեղի ունեցավ լրատվամիջոցների միջոցով։ Նա բարձրագույն հայտարարություն էր արել, թե իբր ձեզ պատգամավոր է դարձել 2 անգամ, ինչի համար զղջացել է։ Իրականում նա է ձեզ դարձել պատգամավոր։ Ես կխնդրեմ այս հարցին ընդամենը մի պատասխան գոյությունի, ես փակել եմ թեման։ Ես համարում եմ մի բան, որ Վարդան Ղուկասյանը ինքը ըստ էության հավատացյալ մարդ է։ Եվ չեմ ուզում շարունակվի այս թեման։ Ուզում եմ ամփոփենք սրանով, փակենք թեման եւ սպասենք, թե ճշմարտության չափանիշը իմ կարծիքով պրակտիկան է, թե մի տարվա մեջ ինչ տեղի կունենա։ Այսինքն ինչի եք սպասում։ Թե ինչ կլինի։ Ինչ կլինի։ Ղուկասյանի հետ կապ։ Ոչ, եւ իրա եւ իմ հետ։ Եվ այդ մեր հասարակության հետ։ Դուք խնդիր ունեիք միմյանց հետ։ Ես իր հետ ընդհանրապես խնդիր չունեմ, ես քեզ էլ եմ ասում։ Այդ մարդը հավատացյալ մարդ է, ես չեմ ուզում իր հետ առնչվեմ։ Այդ դեպքում հարցից հետո փակեցի հանրապետականին ուղղված էր ըստ էության։ Շատերը որակեցին, որ ոչ թե ձեր անձի դեմ, այլ անձի շուրջ, բայց հանրապետականի դեմ էր իր այդ պորտկումը։ Համաձայն եք դրա հետ կողմը։ Խնդրանք ունեմ։ Փակենք հատեման։ Այն ընտրատարածքը, որ ընտրել է ձեզ որպես ազգային ժողովի պատգամավոր, ներկայումս պատրաստվում է ընտրել Գյումրու քաղաքապետ։ Գյումրու քաղաքապետի թեկնածուն առայժմ միայն Սամվել Բալասանյանն է։ Կարծիք կա, որ իրականում Սամվել Բալասանյանը քաղաքական համաձայնության արդյունքում որոշվեց առաջադրի թեկնածությունը եւ փաստորեն հանրապետական կուսակցությունը սատարելու է Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ Ձեզ այս քաղաքական խմորումներից ինչը հայտնի է։ Արդյոք սա նախ։ Ես անկեղծ ասեմ, մենք երկար ժամանակ խորհրդի նիստ չենք ունեցել եւ քաղաքական մեկնաբանություն չեմ կարող դրա համար տալ, բայց համոզված եմ մի բանում, ես բազմիցս կրկնել եմ։ Երբ որ կուսակցության գործադիրը որոշում է կայացնում, որը քննարկում է խորհրդի նիստին եւ մեծամասնությունը կողմ է լինում, մենք կատարում ենք կուսակցության որոշումը։ Անձամբ ես չեմ ուզում միջամտեմ ընտրություններին, որովհետև իհարկե կուսակցության կարծիքին ես համաձայն եմ, բայց համաձայն չեմ այն մտքին, որ հանկարծ կուսակցությունը մեր թեկնածությունն էր։ Փաստորեն սպասում եք, որ հանրապետական կուսակցությունը կառաջադրի թեկնածուն։ Բնականաբար ես պիտի սպասեմ։ Ինչի՞։ Որտեվ գործադիրը մեր մոտ շատ բուռն է անցնում, խորհրդի նիստը շատ բուռն է անցնում եւ հնարավոր է կարծիքներ փոխել։ Այսինքն դրանք պայմանական համաձայնությունների արդյունքում երևի տենց են որոշել, որից ես տեղյակ չեմ, որտեվ ես միջև խորհրդի նիստի չեմ տեղյակ չեմ։ Սովորաբար նախընտրական շրջանում արդեն սկսում են որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել թվային հեղինակությունների, տվյալ տարածքի պատգամավորների, գործարարների հետ։ Սամվել Բալասանյանն այս ընթացքում արդեն դիմել է ձեզ որոշակի պայմանավորվածություն կա ձեր միջև թե ոչ։ Այսինքն թվային հեղինակություն կամ այս կոմենտում ես ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ մենք որևիցե ձեր ասած թաղային հեղինակություններ, չգիտեմ ինչ եղանակ, երբեք ոչ մեկի չենք դիմել։ Հետևաբար ակնկալում եք, որ Բալասանյանը։ Հետևաբար ես ակնկալում եմ մի բան, որ ես ունեցել եմ իմ թիմը միշտ, եթե Բալասանյան Սամվելը իհարկե ինձ ինչի պիտի դիմի կուսակցության եւ կուսակցությունը առաջադրել է, առանց ինձ ասելու էլ մեր թիմը պիտի պատրաստ լինի իրան օգնել։ Գիտեք, շատ գյումրեցիներ այսպիսի կարծիք ունեն, երբ հարցնում ենք ինչ տարբերություն ձեզ համար Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի միջեւ, իրականում միակ տարբերությունը, որ նշում են, ասում են, որ Վարդան Ղուկասյանի որդին անընդհատ հայտնվել է շատ քրեական միջադեպերի մեջ, անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ է եղել, ահուսարսափի մեջ է պահել իրենց, իսկ օրինակ Սամվել Բալասանյանի պարագայում նրա որդի հետ կապված որևէ հայտնի միջադեպ չկա։ Այսինքն սա միակ լավագույն տարբերությունն է նրանց միջև։ Ձեր կարծիքով ո՞րն է նրանց տարբերությունը։ Իմ կարծիքով ձեր
մտքերի ձևակերպումը շատ հետաքրքիր է։ Եվ դուք ինձ անպայման նորից տանում եք այնտեղ, որտեղ ես չեմ ուզում լինեմ։ Ես խնդրեցի։ Թեման փակված է։ Քաղաքական թեժ աշուն է սպասվում։ Առջևում նաև նախագահական ընտրություններ են։ Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածու հանդես գալը, ինչպես նաև այն, թե երկրորդ նախագահը կվերադառնա որպես թեկնածու, թե ոչ։ Գիտեք ինչ, ես սարմանում եմ, որ մամուլը ընդհանրապես շատ այդքան մտահոգված է, թեժ սենց ասկսելու թեժ սովորական առօրյա է լինելու, մի բարդացրեք, սովորական ընտրություն։ Ընդհանրապես ես չեմ հասկանում ինչ է նշանակում ինտրիգ։ Ինտրիգը բեմի վրա է լինում։ Լավ, ձեր կարծիքով ինչպիսի մրցակցություն է սպասվում եւ ովքեր կլինեն թեկնածուները։ Իմ կարծիքով հանրապետականը իր եւ գաղափարախոսությամբ, եւ պահվածքով, եւ բարոյականությամբ այնքան ուժեղ է բոլորից, որ մենք շարունակելու ենք։ Մենք իշխանություն չենք տալու։ Այսինքն դուք հաղթական դիրքեր եք։ Իհարկե։ Ծանրաբեռնվածություն էս անգամ ամբողջությամբ վերցրեցինք մեր ուսերին եւ բնականաբար տանելու ենք այդ լուծը։ Ֆավորիտը կլինի Սերժ Սարգսյանը։ Իհարկե։ Կուսակցության նախագահ։ Կանխատեսում ունեք, որ կվերադառնա երկրորդ նախագահը քաղաքական դաշտ։ Նա մի անգամ իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ ես մեծ քաղաքականություն կվերադառնամ։ Եթե ասել է, ես ինչ կարող եմ ասել։ Կարծում եք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կունենա իր թեկնածու, նախագահի թեկնածու։ Գիտեք ինչ կա։ Դեռ վերադասում։ Քաղաքականության մեջ վերադասալումները կարող է յուրում լինի։ Որտեղ դա համաձայնության արդյունք է։ Կարող ենք մենք ամիսներով ճակատ նստենք, պայքարենք, կռվենք, բանակցենք, բայց մի օրում լուծում ենք։ Արժանտրություններից հետո խոսակցություններ եղան, որ նախարարական կորպուսն ըստ էության չի փոխվում, հաշվի առնելով նախագահական ընտրությունների շեմին տեղի ունեցող որոշակի հաշվարկներ, այսինքն դեռ պայմանավորվածություններ կլինեն։ Եթե հաշվի առնենք Սամվել Բալասանյանի թեկնածությունը կսատարի հանրապետական կուսակցությունը, արդյոք չի նշանակում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի ունենա նախագահական ընտրությունների իր թեկնածու։ Անկեղծ ասեմ, ժամանակի շուտ կարծիքներ չեմ ուզում հայտնել։ Կարծիքը պետք է շատ շրադատ լինի եւ մտածելով, որ ընտրություններին նախագահական թեկնածուներ կլինեն, որտեղից ով այսօր կանխարգել հնարավոր չի։ Բայց դա ինձ չի անհանգստացնում։ Իսկ տնտեսական դաշտում ունեցած խնդիրները, երկրի սոցիալական վիճակը, նաև հանրապետական կուսակցության որոշակի խմորումները, Բարգավաճ Հայաստան կուսակցության կոալիցիայից դուրս գալը, քաղաքական կոնյունկտուրայում իրավիճակը փոխում են թե ոչ, նախագահական ընտրությունները ավելի սրվում են։ Ես դες մի բան ասեմ, հանրապետությունում կա շատ ուժեղ երկու կուսակցություն, իմ կարծիքով։ Դա հանրապետականներն ու դաշնակներն։ Մեկը մի քիչ թույլ, մեկը շատ ուժեղ։ Բայց որպես կուսակցություն կայացած համարում եմ այս երկու կուսակցությունը։ Բարգավաճը ճանապարհում է գնալու դեռ։ Հասուն Փարք կերպարը չի կորցնում։ Այս երեք կուսակցությունները, որոնք երկուսը կայացած են երրորդ այդ ճանապարհին է, համաձայնության եզրեր չեն լինում։ Հնարավոր չի։ Չկա աշխարհում որևիցե կուսակցական համակարգ, որտեղ համաձայնությունների արդյունք չլինի։ Որտեղ անհամաձայնությունների արդյունքը դա հեղափոխություն է։ Մեր ազգային ժողովի ընտրությունները կարելի է համարել համաձայնությունների շատերի գնահատականը հենց դա էր։ Ուժեղ եւ մեծ պայքար տեղի ունեցավ, որի արդյունքում համաձայնությունը սահմանադրական դաշտում անցկացված ընտրություններն են։ Ձեր կարծիքով Իմ կարծիքով ընտրությունները կլինեն այդպես սահուն առանց լուրջ միջադեպերի։ Ես համոզված եմ, ինչի, որտեվ մեր հասարակությունը գնալով անկալում եւ սովորում է մենակ ապրելուն։ Հասարակական եւ քաղաքական հարթություններում Վանո Սիրադարյանը դարձել է քննարկման թեմա։ Փորձում են նրան վերադառնալու կոչեր անել, ինչ-որ խմբեր են ձևավորվում սոցիալական ցանցերում, հրապարակումներ են անընդհատ լինում նրա վերադարձի, հնարավոր վերադարձի վերաբերյալ, քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Ձեր կարծիքով ինչու
Այս շրջանում Վանոյի թեման դարձավ այսքան արդիական։ Ամեն մարդուն իր կարծիքը է, ես Վանո Սիրադարյանի նկատմամբ իմ կարծիքս այնպիսին է, որ ինքը այն մարդկանցից է, որը ժամանակի տարածության մեջ հայտնվեց այս ժամանակաշրջանում հասարակության մեր հայ պատմության իրողության մեջ կարծես թե անհրաժեշտություն էր։ Իսկ այսօր անհրաժեշտություն։ Ամեն մարդ ինքը պիտի իր ազգին պետությանը անհրաժեշտություն համարի։ Ես չեմ համարում, որ մարդը թողել գնացել է, իրան կյանքին վնաս էր սպասում։ Եթե ինքը իր ճշմարտությունն ուներ, ինքը պիտի մնար։ Կալանավորվեր, եթե հանցագործություններ արի, որպես քրեատար, եթե չապացվեր, բայց կալանքին մնար քաղաքական որպես գործիչ։ Աշոտ Նավասարդյանը 15 տարի քաղաքբանտարկել է եւ 3 անգամ դատապարտվելուց նույն հոդվածով այս քաղաքական ռեցեդիվիստի կոչում է ստացել։ Բայց Աշոտ Նավասարդյանը էլի պատրաստ էր նոր Հայաստանում էլ իր գործունեությունը շարունակելու, բայց չփախնելու, նորից դատել։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը այնուամենայնիվ սպանությունների կազմակերպիչ է։ Ինքը պիտի ապացուցեր, դա չի։ Եթե ինքը դա էր, թող մնար դատվեր։ Ամեն դեպքում այս շրջանում ինչով եք պայմանավորվում իր վերադարձի մասին այսքան խոսակցությունները։ Հայն այնքան դժվար է համոզել, որ դու մեղավոր ես։ Ու հայ այնքան դժվար է իր մեղքը վերցնում։ Ուզում եք ասել, սա իր կողմից ուղղորդված արշավ է Հայաստանի ներսում։ Հասարակական եւ քաղաքական։ Չեմ կարծում, որ ես ճիշտ պատասխան կտամ, բայց ես մի բան եմ հասկանում, որ մարդը եթե անգամ կառուցում է մի բան, որ ինքը վերադառնա, թող վերադառնա, ինչի՞ պիտի կառուցի։ Իսկ դուք հավանական համարում եք նրա վերադարձը։ Գիտեք ինչ կա։ Իմ վրա երբ որ սպանություններ լիներ, այս լիներ, այն լիներ։ Հայրենիքից հեռու, ընտանիքից հեռու, ավելի դժվար է։ Հաստեղ ռեշոտկայի են կոմը, դատապարտված։ Ձեր կարծիքով նա հայրենիքից հեռու է։ Իմ կարծիքով այո, եթե հայրենիքում չի բավարար։ Ամեն դեպքում հիմքեր տեսնում եք, նախադրյալներ տեսնում եք, որ նա կվերադառնա։ Ճիշտ ասեմ, այդ թեմայով ընդհանրապես չեմ ուզում խոսել։ Հարսին են բերում։ Հարսին են հետ բերում։ Լավ, ձեր կարծիքով ում է շատ ձեռնտու նրա վերադարձը։ Իմ կարծիքով ոչ մեկին։ Շատերը համարում են, որ գործող իշխանությունն ամենից շատ է ձեռնտու։ Գործող իշխանությանը։ Դու եթե գտնում են տես թող բերում։ Այս առումով դուք չունեք ձեր սեփական տեսակետ։ Ոչ թե սեփական տեսակետ, այլ ես ընդհանրապես այդ թեմայով չեմ մտածել։ Թերթերը ագրում են, ասում են կապը կատարվել է, ուրեմն սպանվել է, այդ ինտրիգներով։ Ինչ իմանաս ինտրիգներով։ Հաշվի առնելով ձեր ներկայացած հայտարարները վերջին տարիներին, հետարքիր վայրիվերումներ կան ձեր ունեցվածքի, ձեր կարողությունների ավելացնելու առումով։ Դասնորը 2003-ից աչքի եք ընկել անդադ ձեր կարողություններն ավելացնելով բիզնես ոլորտում, 2006-ին ունեցել եք 913 միլիոն, 2008-ին 955 միլիոն, 2009-ին 1 միլիարդ 200 միլիոն շուրջ, սակայն 2010-ից սկսել է ձեր բիզնեսի, ձեր կարողությունների առումով սրընթաց վայրեջք։ Եվ փաստորեն անցած տարի ձեր հայտարարագիրը ներկայացրել եք, ձեր հաշվի համարին եղել ընդամենը 200 միլիոն դրամ։ Ինչով է սա պայմանավորված, պարոն Աղաբյան։ Կորցրել եք։ Չեմ կորցրել, այդ ամբողջը դրված է այս ամբողջ էս մի հզոր կառույցի, այս գեղեցիկ կառույցի վրա։ Բայց որ գումարներով մենք կարողացանք ամբողջ ստադիոնը վերականգնել, այսօր պարտքեր ենք փակ, այդ որ գումարներ։ Փաստորեն դուք շատ անգամ կորցրել եք ստադիոնի պատճառով։ Երբ որ գումարը աջ գրպանից դնում եք ձախ գրպանը, բայց ձախ գրպանը ծախսելու համար չի, աչն է ծախսելու։ Ինչ է տեղի ունենում։ Այսինքն ներդրում եք, չէ՞ անում։ Ստադիոնը պիտի վերադարձնի։ Բայց նոր ձեռքբերումներ չեք ունեցել այս ընթացքում։ Ամեն օր ես նոր ձեռքբերում ունեմ։ Բիզնես։ Յուրաքանչյուր ոլորտ։ Երբ որ ես 30 միլիոն
տարել բանկի վարկը փակել եմ, արդեն ձեռք բերվում։ Փաստորեն խոսակցություններ են, չար լեզուների տարածած խոսակցությունները, որ ձեր գործերն այդպես առաջվապես լավ չեն, ոչ մի իրական հիմքեր չունեն։ Իմ գործերը միշտ լավ է։ Իրանք ասում են շատ լավ էր, շատ վատ էր։ Ես անկեղծ եմ ասում, իմ գործերս միշտ լավ են ինչի համար, որտեղ խիղճ ես եւ հոգեվոր աշխարհս խաղալ է։ Ոչ գողացել են, ոչի թույլ են տվել գողանալ։ Հասկանում եք ինձ։ Իսկ այն գումարները, որ դուք ասում եք, այսքան գումար, ես անկեղծ եմ ասում։ 2010 թվականից 9 թվականի վերջից որ սկսեց ճգնաժամը, շատ մարդիկ դժվեցին։ Բայց ես այսքան ժամանակ հիմնարկ փակած չկամ, ինչի որտեղ ես աշխատողներ ունեմ, չեմ կարող բռնել։ Անցած տարի հավանաբար Վրաստանում Մալխաց ակումբ եք բացել, որը բավականին թանկ արժե, բավականին շքեղ է։ Սա բիզնես հետաքրքրություն է ընդամենը։ Ես բարձրացեմ ձեզ, ես չեմ բացել։ Նախ առաջինը ես չեմ բացել։ Իմ ընկերներն են բացել։ Ուղղակի ես աջակցել եմ Մալխասին եւ մեր Վազգեն Ասատրյանին, որ իրանք մասնակիցներ են։ Որ անունը գեղեցիկ լինի եւ Վրաստանում ունենանք մի տեղ, որը մեր Մալխաս ակումբի նոստալգիան տեղափոխել ենք այնտեղ, որտեղ այնտեղից շատ էին գալիս։ Սա ընդամենը իմ համար ազգային թեմա է, հա, որ կողքի երկիրը չունի Մալխաս կլուբ, եւ կարելի է այնտեղ։ Եվ Մալխասին մի քանի անգամ հրավիրել ենք այնտեղ, հա, ու չգիտես ինչի տարածվեց, որ Աղաբաբենաշը այնտեղ բացել է չաս կլուբ։ Բայց ներդրում ունեք։ Ոչ, բարոյական։ Հայատեր չեք։ Բարոյական, ոչ միայն խորտատու, նաև առաջի բաժակ ոգելիչ խմիչքը խմող։ Դուք էլ եք $500 ձեռք բերել տոմսը, բացմանը ինչ-որ $500 է եղել։ Բացմանը ընդհանրապես ոչ մի կոպեկ չի եղել, բացմանը հրավիրված են եղել մարդիկ, որոնք գործարարներ են, պետական այրեր են։ Պարոն Աղաբաբյան, շատ գործարարներ փորձում են իրենց բիզնեսի ինչ-որ հոսքագծեր կամաց տեղափոխել Վրաստան, կամ գուցե նոր բիզնեսներ հիմնել հարևան Վրաստանում։ Ասում են նաև, որ այնտեղ բավական նպաստավոր պայմաններ կան ներդրողների համար։ Դուք պատկանում եք այդ մարդկանց։ Ոչ։ Ասեմ ինչի։ Ես դրսում ոչինչ չունեմ։ Առհասարակ։ Մենակ ընկերներ ունեմ, բայց շատ ընկերներ։ Այսինքն դուք ձեզ Հայաստանում շատ ապահովագրված եք զգում։ Երբ որ իմ մոտ ծագեն միտքը, որ ես Հայաստանում ապահովագրված չեմ, ես կորցնեմ իմ հայ լինելու ընդունակությունը։ Ամեն դեպքում տնտեսական ոլորտի գործիչների դժգոհությունները, որ վերջին շրջանում Հայաստանում կարծես թե բիզնես միջավայրի համար չկա նպաստավոր պայմաններ։ Իմ կարծիքով մարդը արդեն ստեղ չեն թողում բիզնես ունենալ։ Այնքան ունի։ Տանմա դուրսն է բացում։ Այսինքն ընդամենը հնարավորություններ են ավելացել, այլ ոչ թե ինքն փախնելու պատճառը։ Իհարկե։ Այսինքն պատճառը ապահովագրված չեմ էլի իր երկիրն, հա։ Քաղաքական դաշտ։ Ես այն մարդը, ով չի հարգում իր երկրի իմիջն ու պատիվը, ես նման մարդկանց չեմ ընդունում, չեմ հարգում։ Հարկային դաշտի հետ են կապում նաև։ Բացի քաղաքական հայացքները նաև հարկային դաշտի խնդիրներ։ Հարկային դաշտը, որ ինքը հելնի վերևիշնի ցած, առանց օրենքի ոչինչ չի կարող անի։ Հիմա դուք որպես գործարար լիարժեք գործում եք հարկային դաշտում եւ որևէ խնդիր չունեք։ Ձեզ համար այս երկրում աշխատել արարելը բացարձակապես խնդիր չէ։ Բայց ո՞նց կարող խնդիր լինի։ Մարդինք իր հայատում, իր հողի վրա, իր տան մեջ։ Եթե չի կարողանում ապրել, ուրեմն տան օրենքները չգիտի։ Բարգերը չգիտի, նոր օրենքներ, նոր բարգեր ուզում ստեղծի։ Եթե դուք չլինեիք հանրապետական կուսակցության անդամ եւ առանցքային դեմքերից մեկը կրկին նույն կարծիքին կլինեիք։ Ես ձեզ մի բան ասեմ, ես պետք է այդ վիճակում հայտնվես նոր որոշես, բայց հիմնավոր ձեզ ասում եմ, ես չէի կարա չլինեի։ Ես տենց եմ ծնվել։ Լավ, իրականում ձեր քաղաքական հայացքները պատճառ են, որպեսզի դուք ավելի հեշտ եւ ավելի լավ պայմաններում լինեք ու աշխատեք։ Հարցը տան հասկանալ է։ Քաղաքական հայացքները այսինքն կապ չունեն կուսակցական լինելը փրկել է ձեզ ինչ-ինչ իրավիճակներում։ Շատերը դրանք պատճառ են իրանց համար։ Քաղաքականության մեջ լինել, չլինել, ինչ կապ ունի։ Ես շատ անգամ մեր կուսակցականներին, երբ որ հանդիպում ա լինում, խոսում են տղաներ, ասում եմ, հիշեք։ Կուսակցությունը դա միջոց է երկրի տնտեսությունը, երկրի բարոյականություն պաշտպանելու
շարունակելու։ Կուսակցական պապա ոչ մեկը չի սիրում։ Տանը կուսակցական չկա։ Բայց համաձայն չեք, որ հատկապես հանրապետական իշխող կուսակցության շարքերում հայտնվեցին շատերը, որոնք հենարան էին ընտրել։ Ասեմ դες մի բան, կուսակցությունը ինքը որպես բանաձև կառուցված է հասարակության բոլոր շերտերից։ Իսկ կլինեն նաև այդպիսիք։ Եվ դա օրինաչափ է։ Հասարակության շերտերն են։ Սկսեմ ամենավատից։ Հանցագործ աշխարհ։ Այսինքն ձեր կուսակցության մեջ կան Լսի միջև վերջ, ազգային բուրժուազիա, ինտելիգենցիա, իրավապահ մարմիններ։ Չկա մի կուսակցություն, որտեղ այդ շերտերից մարդիկ ընդգրկված չլինեն, բայց ոչ թե միտումնավոր, այլ պատահաբար։ Հիմա ձեզ մոտ հայտնված պատահաբար հանցավոր դեմքերը ովքեր են հանցագործ աշխարհը։ Իսկ դες ինչ է թվում, հանրապետական կուսակցության անդամներ քիչ են դատվել։ Իսկ չդատվածներ, դեռևս չդատվածներ կան։ Եթե այդպեսին է ժամանակը կգա կդատվեն։